Ռուբինյանը երեք Պետրոսյանը երկրորդ հայտարարություն արել, նշելով, որ պարակված ընդդիմությանը միավորող միակ կարող ուժը Դասարան Կարապետյանը, նաև նշել է, որ դա ոչ միայն քաղաքական, այլ ազգի պետության խնդիր է։ Հանրապես ինձ մեկ-մեկ թվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կարդացող մի 3 հոգի է մնացել, որոնցից մեկը ես եմ։ Ես արդեն գնահատել եմ իրականում, թե շատ ցավալի եւ խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը եւ ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտում թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ ու նաեւ շատ այս մասը շատ տխուր մասն էր, իսկ բավականին զվարճալի մասն էլ այն է, որ փաստորեն իրենց վարչապետի թեկնածուն այնքան բանի պետք չէ, որ իրենց առաջնորդը այլ մարդու է աջակցում, որը նույնիսկ վարչապետի թեկնածու չի կարող լինել։ Այսքան։ Պարոն Ռուբինյան, ես ուզում եմ բանից երկաթուղուց խոսեի, դուք վարչապետը հայտարարեց, որ ամեն դեպքում երկաթուղու հետ կապված մրցակցային խնդրի առջև է Հայաստանը կանգնում եւ այնտեղի պատկերացմամբ կիսվեց, նորից չկրկնեմ, ես կուզեի ձեզ հարցնել ռուսական կողմի հետ պաշտոնական քննարկումներ կառավարման փոփոխության հարցով այս պահին կան։ Ես տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ պետք է լինի։ Այսինքն դա էր բխում վարչապետի ասածից, այլ տեղեկություն չունեմ։ Պարոն Ռուբինյան, դուք կարծես թե այլ կերպ մեկնաբանեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, նա չի ասում, որ իրենց թեկնածուն բանի պետք չի, նման միտք չկա այդ հայտարարության մեջ։ Դրա համար ես ոչ թե մեջ բերեցի, դրա համար ես ոչ թե մեջ բերեցի, այս խմբակը հեռացնի։ Դրա համար ես ոչ թե մեջ բերեցի, այլ մեկնաբանեցի։ Մեջբերման եւ մեկնաբանության տարբերությունն այն է, որ մեջբերումը ենթադրում է խոսքի ուղիղ մեջբերում, մեկնաբանությունը նշանակում է դրա մեկնաբանություն խոսողի սուբյեկտիվ ընկալումներից ելնելով։ Պարոն Ռուբինյան, շարունակում է մտահոգել ձեզ ընդդիմության կոնսոլիդացիան։ Բայց ես երբեք չեմ ասել, որ մեզ մտահոգում է ընդդիմության կոնսոլիդացիան։ Ես ասել եմ, որ մեզ մտահոգում է այն, որ կարող են կաշառակերները եւ թալանչիները, ովքեր ուզում են Հայաստանի անկախությունը մատաղանել, գալ իշխանության։ Դա շարունակում է մտահոգել եւ ես կարծում եմ, որ դա մտահոգում է Հայաստանի ժողովրդին եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է։ Գնացել եք ներկուսակցական քարոզարշավեկանում, բայց քաղաքացիների հետ էլ շփվում։ Ձեր տպավորությամբ արդյոք քաղաքացիները իսկապես ձեզ այդ շատ քվեկտան, որ դուք էլի մեծամասն։ Որ տպավորություն, ինչի՞ց եք ենթադրել, այսինքն այդքան լավ են ձեզ։ Դուք չեք համակարգից դժգոհել են կինը դժգոհում է շատ քաղաքացիներ կա, որ հակառակ բաներ էին ասում։ Դուք եւի լավ չեք հասկանում ընտրական տրամաբանությունը, ընտրական տրամաբանությունը չի նշանակում, որ բոլորը ամեն ինչից գոհ են։ Ընտրական տրամաբանությունը հետեւյալն է. X քաղաքացին ունի այնքան համակրանք եւ վստահություն X քաղաքական ուժի նկատմամբ, որպեսզի ընտրի այդ ուժին, թե ոչ։ Մենք դա տեսել ենք։ Իդեպ հարգելի Փարիլակը նշեց Արտաշատցի խանութպանի դեպքը, պետք է նշեմ, որ 2 օր տարբեր մարզերով գնացել ենք եւ բացասական երևի 1 կամ 1 սա էր ու ոնց որ մի դեպք էլ եղավ, որ այդքան մամուլում չի պատտվել։ Չեմ հիշում, մեկը ինչ որ բան բռավեց, բայց ներողություն էլի դե շուտ ջան, թողեք ավարտեմ էլի։ Հա, իսկ Արտաշատցի խանութպանի հարգարժան դեպքը ապացույցն է նրա, որ Հայաստանում կա ազատ խոսք, որ քաղաքացիները կարող են իրենց կարծիքը արտահայտել, նույնիսկ կարող են դա անել կոպիտ ձևով եւ նրանց դրա համար ոչինչ չի լինի։ Բայց մի հարց եմ ես ուզում, լավ, շարունակեք ձեր հարցերը։ Մի հարց ևս քաղաքացիներից մեկը իր աղջկան մանկապարտեզի տնօրեն նշանակելու հետ կապված, ճիշտ է, վարչապետը Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ինքը իրավասություն չունի, բայց վերջում հունից դուրս եկավ եւ ասեց, որ ոչ մի ձևով իրան չպիտի նշանակի։ Քաղաքականապես հորդորեց իր դիմակիցներին։ Այդ հունից դուրս գալը եւ արգելելը քաղաքականապես դա հունից դուրս գալ ես չի համարի, համարեի զայրանալ եւ դիմակիցներին Վահե Ղալումյանի հետ մտերիմ է ասում են դրանով է պայմանավորված ազատությունը ռեպորտաժ է պատրաստել։ Ես տեղյակ չեմ։ Այլ հարցեր կան։ Ազատություն չեմ նայում, չէ։ Բայց դա այնուհանդերձ վարչապետի հղումով տնեմ մեր մոտից նայեք։ Դա այնուհանդերձ վարչապետի լիազորությունների չարաշահումն է, որ թիմի տիրույթում կներեք էլի շահության հարց եմ տալ։ Թիմի տիրույթում գտնվող որոշվելիք հարցը ասում է, որ ես ասում եմ այս մարդու աղջկան տնօրեն Սիրելի Նարեկ, օրինակ եթե ես հիմա
հենց հիմա մամուլի առաջ հրապարակավ հորդորեմ ֆակտոր AM-ի խմբագրին ավելի շատ ազգային ժողով ուղարկել Ռոբերտին եւ ոչ թե Նարեկին։ Պայմանական եմ ասում, ամենևին դա չեմ հորդորում էլ։ Դա կլինի իմ լիազորությունների չարաշահում, թե ուղղակի իմ հորդոր, որին կարելի է լսել կամ կարելի է չլսել։ Ի տարբերություն ձեր վերած օրինակի, վարչապետը քաղաքական թիմի ղեկավարը, Հայաստանի վարչապետն է, նշանակում է մարզպետին, իսկ երբ որ ձեր հորդորին չլսեն, ոչ մեկը Վարչապետի ներողություն, եկեք տարբերենք էլի, զուտ ընդհանցակարգային իմաստով կա բաժանում իշխանությունների եւ լիազորությունների։ Սիրելի շողի, խնդրում եմ, էլի գոնե դուք մի ընդհատեք ինձ։ Չեմ ընդհատում։ Հա։ Կա լիազորությունների բաժանում, ինչ որ բաներ տիրույթում, կառավարության տիրույթում են, ինչ որ բաներ տեղական ինքնակառավարման մարմինների, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ քաղաքական թիմը չի կարող ինչ որ բաներ որոշել, հորդորել իրար եւ այլն։ Օրինակ հիմա ասենք կառավարությունը ինձ ենթակա չէ ուղիղ, այսինքն ԱԺ-ի վերահսկողության ներքո, բայց ինձ ենթակա չէ։ Բայց դա չի խանգարում, որ ես որևէ նախարարին որևէ բան հորդորեմ։ Հիմա անցնենք մյուս հարցերին թերևս։ Բայց գիտեք ինձ ինչն է հետաքրքիր։ Իսկ չեք ուզում մի հատ հարց տակ, թե ես ինչպես եմ վերաբերում այն փաստին, որ վերջերս որն է 3 դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակներում նախկին դաշնակցական կրթության եւ գիտության նախարարից պահանջել է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, մասնակցություն 5 իրավաբանական անձանցում եւ ուշադրություն 1 միլիարդ 169 միլիոն դրամ։ Այս հարցը ընդհանրապես մեր հանրությանը չի հետաքրքրում, հա, որ եկել ինձ ես ուզում եմ ներողություն էլի, չէ, դե հեսա, դե տվեք այդ հարցը ինձ, որովհետեւ մի տարօրինակ բան է ստացվում։ Ներողություն էլի։ Մուրճով կգաք, Պարոն Կիրակոսյան, ներողություն էլի։ Նայեք ինչ հետաքրքիր բան է ստացվում։ Ուղիղ 1 օր առաջ սիրելի գործընկերներ, դատախազությունը մի նախարարի, նախկին նախարարից պահանջել է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 1 միլիարդ 169 միլիոն դրամ փող։ Ներողություն, էլի, ներողություն։ Ընդ որում ստեղ նույնիսկ կարևոր էլ չի, պարզվի, այսինքն դատարանը կապացուցի, որ դա ապօրինի էր, թե չէ։ Ինքնին են փաստը, որ մի հատ նախկին նախարար, ներողություն, ինքնին են փաստը, որ մի հատ նախկին նախարար, որը իր ամբողջ կյանքում պետական պաշտոններ է զբաղեցրել, ունի 1 միլիարդ 169 միլիոն դրամ փող, ձեզ կասկածելի չի թվում։ Հիմա խնդրում եմ դրա մասին հարցրեք։ Դաշնակցականներին ասենք հարցրել է։ Չէ, հեսա ստեղ կավարտենք։ Հարցրել եք։ Բայց ասում են Ազատությունը չի ուզում այդ ռեպորտաժ սարքի սրա վերաբերյալ։ Թե գալու եք ասեք, թե գալիս եք, թե ձեզ հետաքրքիր է, ինչպես Փաշինյան, ներողություն, թե ձեզ հետաքրքիր է, ինչպես այդ ինչպես Փաշինյանը հրապարակավ հորդորեց քաղաքացիական պայմանագրի անդամներին չնշանակել էս ինչին բան մանկապարտեզի տնօրեն։ Դա է հետաքրքիր, բոլորին հետաքրքիր է, հասեք, Փաշինյանը Արտաշատում քայլում էր, Արտաշատցի խանութմանը նրան ասեց մի մտեք խանութ, բայց որ նախկին դաշնակցական կուսակցականը, դաշնակցական նախարարը 1 միլիարդ 169 միլիոն դրամ է իրանից դատախազությունը պահանջում որպես ապօրինի գույք, դա ձեզ հետաքրքիր։ կարող եք հարց տալ։ Ես հիմա ասում եմ երկաթուղու հետ կապված։ Խնդրեմ։ Բայց պարոն Շողիկ, ինչ է 1 միլիարդ 169 միլիոն դրամ։ Այնտեղ մի հայտարարություն է տարածել, ասում է իր եղբոր, չգիտեմ, որը բիզնեսով է զբաղվել երկար տարիներ, նրա գույքն է, որ դատախազությունը տեխնիկական սխալով լիքը բաներ է վերագրել։ Ժորժ ջան, հիմա եթե օրինակ, հիմա չեմ զարմանում։ Հիմա օրինակ եթե պարզվի, որ իմ հենա Եղոյանն էլ այնտեղ կանգնած է։ Ներողություն, էլի։ Հիմա եթե օրինակ իրականացնում է դատախազությունը եւ վստահաբար բոլոր ապօրինի գույքերը կբերի։ Բայց հիմա օրինակ եթե պարզվի, որ իմ կամ Եղոյանն էլ այնտեղ կանգնած է, իմ եղբայրը եղբայր չունի, Եղոյանի քույրը։ Եթե պարզվի, որ մեր եղբայրն ու քույրը մաթա 1 միլիարդ 169 միլիոն դրամ փող ունեն։ Դուք չեք ասի, պարոն Ռուբինյան, պարոն Եղոյան, ո՞նց է ստացվում, որ մենակ падգամավորների քույրերն ու եղբայրներն են 1 միլիարդ 169 միլիոն փող ունենում։ Հա, այսինքն բոլոր են հարցերում, այսինքն ներողություն, բոլոր են հարցերի դեպքում, երբ որ խոսքը ընդդիմադիրների հավաքած փողերի մասն է, թող իրավաբանները բարձեն իրավապահները, բայց երբ որ վարչապետը իր թիմակցին ասում է
բան, այս մարդուն հորդորում եմ բան, մանկապարտեզի տնօրեն չնշանակեք, հասեք, սա կոռուպցիա է, իշխանական լիազորությունների չարաշահում։ Լավ, հիմա ձեր ուզած հարցերը տվեք, կներեք։